Այդ տան մեջ ամեն ինչ մեռած էր թվում, մինչ այգին նորից ծաղկել սկսեց։ Նա պատահաբար հայտնվեց, բայց իր աչքերում մի ճշմարտություն բերեց, որը Հելենան երբեք չէր ճանաչել։ Պարզ զրույցների ամաչկոտ հպումների մեջ ծնվեց մի բան, որն ավելի ուժեղ էր, քան անցյալը։ Եվ լռության մեջ, որը միշտ խեղդել էր նրան, Հելենան վերջապես լսեց սիրո ձայնը։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Առանձնատունը Կասկադի թաղամասում լռություն էր շնչում։ Ծանր լռություն, լի բացակայություններով, հիշողություններով, որոնց Հելենան նախընտրում էր չվերադառնալ։ Նա նստած էր հետնամասի պատշգամբում, դիտելով լքված այգին, որը մի օր եղել էր իր հպարտությունը։ Բույսերը վայրի էին աճել, առանց ուղղության, հիանալիորեն արտացոլելով իր կյանքի վիճակը։ 3 ամիս։ 3 ամիս էր անցել, ինչ Ռուբենը հեռացել էր իր քարտուղարուհու հետ, թողնելով դատարկ տուն մի կին, որն այլս չգիտեր, թե ով էր ինքը։ Հելենա Մենդես Կավալկանտի։ Ամբողջական անունը հնչում էր տպավորիչ, ազնվական, ինչպես միշտ պլանավորված էր։ 38 տարվա կյանք, մանրակրկիտ կառուցված հաճոյացնելու համար։ Լինել կատարյալ կին, անթերի տանտիրուհի, հնազանդ դուստր։ Եվ հիմա ինչ էր մնացել։ Շատ մեծ տուն, շատ ծանր ազգանուն մի հայելի, որն արտացոլում էր մի անծանոթի։ Հեռախոսը զանգեց։ Մայրն էր, Բեատրիսը։ Ինչպես միշտ։ Հելենա սիրելիս, եկել եմ իմանալու, արդեն որոշել ես հաջորդ շաբաթվա բարեգործական ընթրիքի մասին։ Պետք է հաստատեմ քո ներկայությունը։ Ձայնը մեղմ էր, բայց Հելենան գիտեր այդ քաղաքավարի տոնի հետում թաքնված վերահսկողության յուրաքանչյուր նրբերանգը։ Մայրիկ, չգիտեմ, կկարողանա՞մ։ Հոգնած եմ եղել։ Անիմաստություն։ Դու պետք է դուրս գաս այդ տանից։ Մարդիկ խոսում են։ Ասում են, որ դու մեկուսացել ես, որ այլս քեզ չես խնամում։ Սա Մենդեսին վայել չէ։ Դու պետք է ցույց տաս, որ լավ ես, որ հաղթահարել ես։ Հաղթահարել եմ, մայրիկ։ Ինչն եմ հաղթահարել կոնկրետ։ 20 տարվա ամուսնությունը աղբամանը նետելը։ Նվաստացումը, փոխարինվել մի աղջկա հետ, որը կարող էր իմ դուստրը լինել։ Հելենա։ Այդպես մի խոսա։ Դու դեռ երիտասարդ ես, գեղեցիկ հարգալից անուն ունես։ Ռուբենը հիմար էր, բայց կյանքը շարունակվում է։ Դու պետք է ուշքի գաս։ Հելենան անջատեց հեռախոսը, առանց հրաժեշտ տալու։ Էներգիա չուներ հեղինակության, արտաքինի հասարակության իրենից ակնկալիքների մասին մեկ շրջանած զրույցի համար։ Նա վեր կացավ աթոռից, քայլեց դեպի այգի։ Բարձր խոտը շփվում էր նրա մերկ ոտքերին։ Նա կրում էր փղոսկրագույն մետաքսե խալաթ, մի ժամանակաշրջանի ժառանգություն, երբ հավատում էր, որ լավ հագնվելը նշանակում է երջանիկ լինել։ Հենց այդ ժամանակ նա լսեց դռան զանգը։ Ոչ ոքի չէր սպասում։ Քայլեց դեպի դուռը, սիրտը արագ զարկում էր մի պատճառով, որը չէր կարողանում նույնականացնել։ Երբ բացեց, տեսավ մուգ կապույտ համազգեստով մի տղամարդու, այգեգործական ընկերության լոգոյով։ Բարի առավոտ։ Դուք Հելենա տիկինն եք։ Այո, ես եմ։ Եկել եմ ոռոգման համակարգը գնահատելու։ Ստացել եմ աշխատանքային պատվեր հետնամասի այգում արտահոսքի մասին։ Հելենան աչքերը թարթեց, շփոթված։ Նա ոչ ոքի չէր կանչել։ Հետո հիշեց։ Մարիսան իր թերապտը պնդել էր, որ նա պետք է հոգա տան մասին, միտքը զբաղեցնի գործնական նախագծերով։ Հավանաբար խնդրել էր հին տնտեսուհուն պլանավորել ծառայությունը։ Այո։ Ներս եկեք, խնդրում եմ։ Տղամարդը գլխով արեց շարժվեց դեպի կողային այգին։ Հելենան ուղեկցեց նրան հարգալից հեռավորությունից, դիտելով նրան անգամ կերպով հետաքրքրությամբ։ Նա բարձրահասակ էր, մուգ մազերով, լայն ուսերով, որոնք նշանավորված էին ֆիզիկական աշխատանքից։ Համազգեստի տակից պարզ շապիկ էր կրում, նրա կոշտացած ձեռքերը ճշգրտությամբ ու խնամքով շարժվում էին, երբ նա զննում էր խողովակները փականները։ Հելենան հասկացավ, որ նա նայում էր։ Արագ շեղեց հայացքը, զգալով, թե ինչպես է դեմքը տաքանում։ Որքան ժամանակ էր անցել, ինչ նա նայել էր տղամարդու։ Ինչ նա թույլ էր տվել իրեն դատարկությունից բացի այլ բան զգալ։ Խնդիրն ավելի մեծ է, քան թվում էր։ Խողովակաշարը վնասված է մի քանի տեղում։ Կպահանջվի համակարգի ամբողջական վերանորոգում։
Որքան ժամանակ է դատում։ Կախված է։ Եթե միայն ես լինեմ, մոտ 15 օր։ Եթե կարողանամ մեկ մարդ գտնել, մեկ շաբաթ, ուրեմն վերցրեք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Տունը ոչ մի տեղ չի գնա, ես էլ։ Տղամարդը նայեց նրան առաջին անգամ իսկապես։ Նրա աչքերը շագանակագույն էին, խորը, դրանցում կար հետաքրքրության Հելենայի կողմից անհասկանալի մի բանի խառնուրդ։ Դա խղճահարություն չէր։ Դա ճանաչում էր։ Կարծես նա տեսնում էր մետաքսից բարձր պատերից այն կողմ։ Իմ անունը Գաբրիել է, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Հելենա։ Նրանք ձեռք սեղմեցին։ Նրա ափը կոպիտ էր, տաք։ Հելենան դող զգաց, որը ոչ մի կապ չուներ առավոտյան ցրտի հետ։ Հաջորդ օրերին Գաբրիելը դարձավ մշտական ներկայություն։ Ժամանում էր առավոտյան 8-ին, աշխատում մինչ 5-ը, միշտ կենտրոնացած, միշտ հարգալից։ Հելենան սկսեց դիտել նրան խոհանոցի պատուհանից, մինչ սուրճ էր պատրաստում, որը երբեք չէր խմում։ Մի հիպնոսական բան կար նրա շարժվելու ձի մեջ, թե ինչպես էր նա յուրաքանչյուր բույսի հետ վարվում այնպիսի նրբությամբ, որը հակասում էր նրա մեծ ու ուժեղ ձեռքերին։ Մի առավոտ Հելենան նարնջի հյութի սափոր տարավ այգի։ Գաբրիելը ծնկաչոք էր մի ծաղկանոցի մոտ, զննելով գրեթե մեռած վարդի թփի արմատները։ Հյութ եմ բերել։ Տաք է։ Շնորհակալություն։ Նա ընդունեց բաժակը, երկար կում խմեց։ Շատ համեղ է։ Հենց նոր էի քամել։ Այլս անելիք չունեմ, ուստի։ Հելենան անհույս ծիծաղեց։ Կներեք։ Չէի ուզում ողբերգական հնչել։ Ողբերգական չհնչեց։ Գաբրիելը նայեց վարդի թփին։ Գիտեք, թե ինչ է պատահել այս բույսի հետ։ Լքվածություն։ Մոտավորապես։ Այն սխալ է էտվել։ Կտրել են այն ճյուղերը, որոնք կյանք էին տալիս, թողել են այն ճյուղերը, որոնք էներգիա էին վերցնում։ Բայց դեռ փրկություն ունի։ Միայն խնամք համբերություն է պետք։ Հելենան կոկորդում հանգույց զգաց։ Նա խոսում էր բույսի մասին։ Միայն բույսի մասին։ Դուք այգեգործությունից բացի նա սանտեխնիկա։ Եք հասկանում, հարցրեց նա, թեման փոխելով։ Գաբրիելը վարանեց։ Մի փոքր հասկանում եմ։ Մի քանի տարի առաջ լանդշաֆտային դիզայն եմ սովորել։ Միայն մի փոքր։ Այս համեստ պատասխանը չի համապատասխանում այն ձին, թե ինչպես եք դուք նայում այս այգու յուրաքանչյուր տերին։ Նա առաջին անգամ ժպտաց։ Փոքր, գրեթե ամաչկոտ ժպիտ։ Ասենք, որ այս կյանքից առաջ ես այլ կյանք եմ ունեցել։ Հելենան ուզեց ավելին հարցնել, բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան խանգարեց նրան։ Այնտեղ ցավ կար, դեռ թարմ վերք։ Նա լավ գիտեր այդ հայացքը։ Ամեն օր նույնը տեսնում էր հայելու մեջ։ Հաջորդ կեսօրին անսպասելին պատահեց։ Գաբրիելը տան պատի մոտ խողովակ էր վերանորոգում, երբ ջրի ճնշումը պայթեց։ Հզոր շիթը դիպավ Հելենային, գլխից մինչ ոտքերը թրջելով նրան։ Սպիտակ մետաքսե բլուզը կպավ մարմնին, դառնալով լիովին թափանցիկ։ Ժամանակը կարծես սառեց։ Հելենան կաթվածահար էր, ամաչկոտ, չգիտեր ինչ անել։ Եվ հետո տեսավ, որ Գաբրիելը անմիջապես շրջեց դեմքը, ուժգին փակելով աչքերը։ Կներեք, Հելենա տիկին։ Դա դժբախտ պատահար էր։ Հիմա անջատելու եմ ջրի փականը։ Նա վազեց ջուրն անջատելու, հայացքը հողին սեռած պահելով։ Երբ վերադարձավ, իր բաճկոնն էր ձեռքին, առաջարկելով այն առանց ուղիղ նայելու նրան։ Խնդրում եմ, ծածկվեք։ Ես իսկապես շատ եմ ցավում։ Հելենան վերցրեց բաճկոնը, դողալով։ Բայց դա միայն ցրտից չէր։ Դա անսպասելի բարությունից էր, այն հարգանքից, որը նրա սոցիալական շրջանակի ոչ մի տղամարդ երբեք չէր ցուցաբերել։ Ռուբենը գծիծաղեր։ Նրա ընկերները կատակներ կանեին։ Բայց Գաբրիելը շեղել էր հայացքը։ Կարծես նա արժանի լիներ արժանապատվության։ Շնորհակալություն, մրմնջաց նա։ Երբ վերադարձավ տուն, չոր հագուստով, Հելենան նստեց հանդերձարանի հատակին ու լացեց։ Լացեց այն կորցրած տարիների համար, մի մարդու հետ, ով երբեք չէր հարգել իրեն։ Լացեց այն կնոջ համար, որ դարձել էր այնքան փոքր, այնքան անտեսանելի։
Եվ լացեց, որովհետև երկար ժամանակ հետո առաջին անգամ ինչ-որ մեկը ստիպել էր իրեն զգալ տեսանելի միաժամանակ պաշտպանված։ Հաջորդ օրերին ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Զրույցներն ավելի երկար դարձան։ Գաբրիելը խոսում էր բույսերի մասին, թե ինչպես յուրաքանչյուրն ուներ իր անհատականությունը, իր կարիքները։ Հելենան սկսեց ուղեկցել նրան աշխատանքի ժամանակ, հարցեր տալով, սովորելով։ Հայտնաբերեց, որ այգեգործությունն ավելի շատ լսելու, քան խոսելու, ավելի շատ դիտելու, քան վերահսկելու հետ էր կապված։ Մի կեսօր, մինչ Գաբրիելը հասմիկ էր էտում, Հելենան վերջապես համարձակվեց հարցնել. «Դուք ասացիք, որ այլ կյանք եք ունեցել։ Ինչ պատահեց»։ Գաբրիելը դադարեց աշխատել։ Էտի մկրատը դրեց գետնին, նստեց խոտի վրա։ Հելենան նույնն արեց, անտեսելով այն փաստը, որ իր սպիտակ տաբատը կկանաչեր։ Ես լանդշաֆտային ճարտարապետ էի։ Գրասենյակ ունեի, մրցանակներ, կարևոր հաճախորդներ։ Այգիներ էի նախագծում առանձնատների, շքեղ բնակելի համալիրների, հինգաստղանի հյուրանոցների համար։ Գաբրիելը դադար տվեց, նայելով իր ձեռքերին։ Երկու գործընկեր ունեի։ Կարծում էի, ընկերներ էին։ Շատ ուշ հայտնաբերեցի, որ ընկերությունն ու բիզնեսը միշտ չէ, որ միասին են գնում։ Ինչ արեցին նրանք։ Գումար էին շեղել, պայմանագրեր էին ստորագրել իմ անունից, պարտքեր էին կուտակել։ Երբ ես հայտնաբերեցի, արդեն ուշ էր։ Ամեն ինչ կորցրի։ Գրասենյակը, հեղինակությունը, տունը։ Ինձ դատի էին տվել այն նախագծերի համար, որոնք երբեք չէի հաստատել։ 2 տարի անցկացրի, փորձելով մաքրել իմ անունը։ Հաջողվեց, բայց կինը թանկ էր։ Հելենան կրծքում սեղմում զգաց։ Իսկ հիմա։ Հիմա ես ապրում եմ իմ քրոջ, Մարիանայի զարմուհու, Սոֆիայի հետ մի փոքրիկ բնակարանում, Մալաթիա Սեբաստիայում։ Մարիանան բուժքույր է, կրկնակի հերթափոխով է աշխատում, օգնելու տունը պահելուն։ Սոֆիան 8 տարեկան է, երազում է անասնաբույժ դառնալ։ Իսկ ես այգեգործության, սանտեխնիկայի պատահական աշխատանքներ եմ անում, ինչ որ հայտնվում է։ Դա այն չէ, ինչ ես պլանավորել էի, բայց ազնիվ է։ Դուք դեռ այգիներ նախագծում եք։ Երբեմն։ Գիշերը, երբ չեմ կարողանում քնել։ Նախագծեր եմ անում, որոնք ոչ ոք չի տեսնի, պարզապես չմոռանալու համար, թե ով էի ես։ Կամ ով կարող էի լինել։ Հելենան իմպուլսիվորեն դիպավ նրա ձեռքին։ Դուք դեռ այդ մարդն եք։ Պարզապես այլ գլուխ եք ապրում։ Գաբրիելը նայեց նրան, այդ պահին ինչ-որ բան անցավ նրանց մեջ։ Կա այց։ Հնարավորություն։ Մի հարց, որը նրանցից ոչ մեկը չէր համարձակվում ձակերպել։ Հելենայի հեռախոսը զանգեց, կոտրելով հմայքը։ Կրկին մայրն էր։ Հելենա, պետք է վաղը գաս մեր տուն ընթրիքի։ Կա մեկը, ում ուզում եմ, որ ճանաչես։ Մայրիկ, ես շահագրգռված չեմ ոչ ոքի ճանաչելու մեջ։ Մի համառիր։ Դա Արամ Սարգսյանն է, շինարարական ընկերության գործարարը։ 2 տարի է, այրի է, հիանալի թեկնածու, ավանդական ընտանիք։ Քեզ համար կատարյալ կլիներ նորից սկսելու համար։ Ինձ կատարյալ թեկնածու պետք չէ, մայրիկ։ Ինձ խաղաղություն է պետք։ Քեզ տղամարդ է պետք, ով քեզ կայունություն կտա։ Այս տունը չափազանց մեծ է մենակ կնոջ համար։ Քեզ պաշտպանություն է պետք, հարգալից անուն քո կողքին։ Ես արդեն ունեմ հարգալից անուն։ Դա իմն է։ Հելենան կրկին անջատեց հեռախոսը։ Հոգնած էր։ Հոգնած էր նրանից, որ իրեն վերաբերվում էին որպես շախմատի խաղաքարի, մոր սոցիալական ռազմավարության մեջ։ Երբ նայեց դեպի այգին, Գաբրիելն արդեն վերադարձել էր աշխատանքի, բայց նրա հայացքն ասում էր, որ նա լսել էր ամեն ինչ։ Այդ գիշեր Հելենան չկարողացավ քնել։ Մտածում էր մոր խոսքերի, ակնկալիքների, անտեսանելի շղթաների մասին, որոնք միշտ կապել էին իրեն։ Եվ մտածում էր Գաբրիելի մասին, նրա անկման դիմադրության պատմության մասին, թե ինչպես էր նա կորցրել ամեն ինչ, բայց չէր կորցրել ինքն իրեն։ Արդյոք նա երբե ուներ կորցնելու բան։ Թե միշտ եղել էր պարզապես ստվեր, ուրիշների ակնկալիքների արտացոլում։ Հաջորդ առավոտ Գաբրիելը սովորականից շուտ եկավ։ Ձեռքին բույսի տնկի էր բերել։ Սա ձեզ համար եմ բերել։ Դա նարդոս է։ Լավ է աճում ցանկացած վայրում, քանի դեռ լույս ունի։ Եվ ունի մի առանձնահատուկ հատկություն։ Որքան շատ եք էտում, այնքան ավելի ուժեղ է դառնում։
Դժվարությունները ստիպում են նրան ծաղկել։ Հելենան վերցրեց տնկին, զգալով, թե ինչպես են աչքերը լցվում։ Շնորհակալություն։ Լավ կխնամեմ այն։ Գիտեմ, որ կանեք։ Դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Նրանք կանգնած էին այն այգում, որը դանդաղորեն վերածնվում էր, երկու անծանոթներ, որոնք ճանաչել էին միմյանց ցավի մեջ։ Եվ երկար ժամանակ հետո առաջին անգամ Հելենան դատարկությունից բացի այլ բան զգաց։ Նա հույս զգաց։ Բայց հույսը, նա շուտով կհայտնաբերեր, նուրբ բույս էր։ Եվ ոչ բոլոր փոթորիկները կարող էին կանխատեսվել։ Բեատրիս Մենդեսի տան ընթրիքը հենց այնպիսին էր, ինչպես Հելենան պատկերացրել էր, խեղդող։ Առանձնատունը Դավթաշենում անթերի զարդարված էր, ինչպես միշտ։ Բյուրեղապակյա ջահերը փայլում էին ֆրանսիական ճենապակյով գինու բաժակներով դրված սեղանի վրա, որոնք ավելի թանկ էին, քան շատ մարդկանց ամսական աշխատավարձը։ Հելենան միտումնավոր ուշացավ, հույս ունենալով, որ մայրը կհրաժարվի հարկադրական ներկայացումից։ Բախտը չբերեց։ Արամ Սարգսյանը նստած էր հյուրասենյակում, կարծես տեղի տերն լիներ։ 50-ից ավելի տարեկան, անթերի սանրված մոխրագույն մազերով, կոստյում, որը հավանաբար արժեր այնքան, որքան մի հանրահայտ մեքենա։ Նա վեր կացավ, երբ Հելենան մտավ, ձեռքը մեկնելով ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Հելենա, վերջապես։ Մայրդ այնքան է խոսել քո մասին, որ զգում եմ, թե արդեն ծանոթ ենք։ Նա կարճ ժամանակով սեղմեց նրա ձեռքը, զգալով նրա մատների սառնությունը։ Նա թանկարժեք օծանելիքի հմայքի քողի տակ թաքնված ամբարտավանության հոտ ուներ։ Ընթրիքի ընթացքում Արամը մենաշնորհեց զրույցը, խոսելով իր բիզնեսի, իր ունեցվածքի, իր ընդլայնման ծրագրերի մասին։ Հելենան լուր ուտում էր, ավելի ու ավելի իրեն զգալով որպես գնման համար գնահատվող առարկա։ Բեատրիսը ամեն ինչ դիտում էր բավարարված ժպիտով, կարծես հպարտ արարողությունների վարպետ լիներ։ Հելենան կորպորատիվ իրավունքով է զբաղվում, այնպես չէ, Բեատրիս, հարցրեց Արամը, բայց առանց իսկապես պատասխան սպասելու։ Վստահ եմ, որ կարող է ինձ օգնել որոշ պայմանագրերի հարցում։ Ես մեծ գործարք եմ կնքում եվրոպական ներդրողների հետ։ Իրականում, այլս չեմ աշխատում այդ ոլորտում։ Հելենան դրեց պատառաքաղը ափսեի մեջ։ Մտածում եմ կարիերաս փոխելու մասին։ Փոխել։ Ինչի։ Համար։ Բեատրիսը ընդհատեց, ձայնը սուր, մեղմ տոնի հետում։ Մտածում եմ աշխատել ՀԿ-ների, մարդու իրավունքների հետ։ Ինչ-որ բան, որը իրական տարբերություն կմտցնի մարդկանց կյանքում։ Արամը ծիծաղեց, մի տհաճ ձայն, որը արձագանքեց սենյակում։ Մարդու իրավունքներ։ Իմ սիրելիս, դա հաշիվները չի վճարում։ Դու պետք է պահպանես քո կենսամակարդակը։ Հելենան զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում կոկորդով։ Ես կարող եմ ինքս պահպանել իմ կենսամակարդակը, շնորհակալություն։ Ընթրիքը ավարտվեց լարված լռությամբ։ Բեատրիսը Հելենային ուղեկցեց մինչ դուռը, աչքերը սառը հաշվարկող։ Դու չափազանց կոպիտ էիր։ Արամը կարևոր մարդ է, հիանալի թեկնածու։ Նա ամբարտավան մարդ է, ով ինձ դիտում է որպես դեկորատիվ աքսեսուար իր բիզնեսի համար։ Դու դրամատիկ ես։ Եվ անզգույշ։ Մարդիկ խոսում են քո իրավիճակի մասին, Հելենա։ Քո տարիքի ամուսնալուծված կնոջը պաշտպանություն է պետք։ Պաշտպանություն։ Կամ վերահսկողություն։ Հելենան բացեց դուռը։ Բարի գիշեր, մայրիկ։ Մինչ տուն էր վարում, Հելենան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Հոգնած էր նրանից, որ իրեն ապրանքի պես էին վերաբերվում, որ իր արժեքը չափվում էր ազգանուններով, բանկային հաշիվներով։ Երբ հասավ Կասկադի թաղամասի առանձնատանը, ամեն ինչ մութ էր, բացի հետնամասի այգու մի լույսից։ Գաբրիելը դեռ այնտեղ էր։ Հելենան դուրս եկավ մեքենայից, քայլեց դեպի նա։ Նա մուգ կապույտ երեկոյան զգեստ էր կրում բարձրակրունկներ, որոնք խրվում էին փափուկ խոտի մեջ։ Գաբրիելը ծնկաչոք էր նոր ոռոգման համակարգի մոտ, վերջնական կարգավորումներ անելով, ատամների արանքում լապտեր պահած։ Դուք դեռ աշխատում եք։ Ժամը քանիսն է։ Նա զարմացած բարձրացրեց աչքերը, հանեց լապտերը բերանից։ Գրեթե 11-ն է։ Կներեք, կարծում էի, դուք դեռ դրսում եք։ Ուզում էի այսօր ավարտել սա։ Դուք պարտավոր չեք ներողություն խնդրել։ Սա իմ տունն է, բայց դուք ազատ եք աշխատելու, երբ կուզեք։
Հելենան նստեց խոտի վրա նրա կողքին, անտեսելով թանկարժեք զգեստը։ Ինչպես է ստացվում։ Ավելի լավ, քան սպասում էի։ Հին համակարգը լիովին խաթարված էր, բայց կարողացա որոշ մասեր փրկել։ Հիմա կատարյալ կաշխատի։ Դուք միշտ ամեն ինչում լավագույնն եք տեսնում, այնպես չէ՞։ Նույնիսկ երբ դրանք կոտրված են։ Գաբրիելը իսկապես նայեց նրան, Հելենան նրա աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան դողալ։ Դա խղճահարություն չէր։ Դա հասկացողություն էր։ Կապ։ Երբեմն կոտրված բաներն ամենագեղեցիկն են։ Նրանք պատմություն ունեն։ Բնավորություն։ Նա վարանեց, շարունակելուց առաջ։ Ինչպես անցավ ընթրիքը։ Սարսափելի։ Մայրս փորձում էր ինձ վաճառել որպես անասուն, էլիտար աճուրդում։ Գաբրիելը մեղմ ծիծաղեց։ Իսկ դուք։ Ես ասացի, ոչ։ Բայց նա հեշտությամբ չի հանձնվի։ Նրանք նստած էին այգում, մթության մեջ, լսելով գիշերվա ձայները։ Ճպուրները երգում էին, տերները շշնջում էին զեփյուռի հետ, ամիսներ շարունակ առաջին անգամ Հելենան իրեն տանը զգաց։ Կարող եմ ձեզ մի բան հարցնել։ Գաբրիելը կոտրեց լռությունը։ Իհարկե։ Ինչու եք ընդունում դա։ Ընթրիքները, ճնշումը, ակնկալիքները։ Դուք կարող եք պարզապես ասել ոչ։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հելենան հառաչեց։ Բարդ է։ Ամբողջ կյանքս ձավորվել եմ կատարյալ դուստր, կատարյալ կին լինելու համար։ Մանկուց սովորել եմ, որ իմ ցանկությունները կարևոր չեն, որ իմ դերը հաճոյացնելն էր, ընտանիքը լավ ներկայացնելը։ Երբ այդպես ես ապրում այդքան երկար, մոռանում ես, որ այլ տարբերակ կա։ Նա նայեց իր ձեռքերին։ Մինչ այսօր մոռանում եմ։ Բայց երբեմն հիշում եք։ Վերջերս, այո։ Ավելի ու ավելի շատ։ Հելենան շրջվեց դեպի նա։ Այն օրվանից, երբ դուք եկաք այստեղ։ Նրանց միջ օդը փոխվեց։ Այն խիտ դարձավ, լի չասված բաներով։ Գաբրիելը բերանը բացեց խոսելու, բայց Հելենայի բջջայինը զանգեց։ Բեատրիսից հաղորդագրություն էր։ Հուսով եմ, որ կվերանայես այսօրվա քո վերաբերմունքը։ Արամը շատ վիրավորվեց։ Սա հետանքներ կունենա։ Հելենան անջատեց հեռախոսը, առանց պատասխանելու։ Խնդիրներ, հարցրեց Գաբրիելը։ Միշտ։ Հելենան վեր կացավ, հարթելով զգեստը։ Բայց այսօր չեմ ուզում մտածել դրա մասին։ Կարող եմ ձեզ մի բան ցույց տալ։ Նա տարավ նրան այգու ամենաթաքնված անկյունը, որտեղ մի փոքրիկ լքված ջերմոց կար։ Գաբրիելը լապտերը վառեց, լուսավորելով փոշոտ տարածքը, լի կոտրված ծաղկամաններով, ժանգոտ գործիքներով։ Հայրս է սա կառուցել, երբ ես երեխա էի։ Նա շատ էր սիրում բույսեր։ Ժամեր էինք անցկացնում այստեղ, նա ինձ սովորեցնում էր գիտական անունները, յուրաքանչյուր տեսակի բնութագրերը։ Հելենան դիպավ սարտոստայնով ծածկված սեղանին։ Մայրս ատում էր։ Ասում էր, որ ժամանակի կորուստ է, որ ես պետք է էթիկետ կամ ֆրանսերեն սովորեմ։ Երբ նա մահացավ, մայրս հրամայեց փակել ամեն ինչ։ Գաբրիելը քայլեց տարածքում, զննելով կառույցը։ Որքան ժամանակ է անցել։ 15 տարի։ Այն լավ վիճակում է։ Վերանորոգումից հետո կարող էր նորից գործել։ Հելենան շուրջը նայեց, հիշելով հոր հետ անցկացրած երջանիկ կեսօրները։ Դուք այդպես եք կարծում։ Վստահ եմ։ Գաբրիելը շրջվեց դեպի նա։ Եթե դուք ուզում եք, ես կարող եմ նախագիծ անել։ Սա իսկական ձմեռային այգի դարձնել։ Որքան կարժենա։ Ձեզ համար։ Գաբրիելը ժպտաց։ Օրական 1 սուրճ աշխատանքի ընթացքում։ Հելենան զգաց, թե ինչպես է սիրտը արագ զարկում։ Դուք դա կանեք։ Ես ամեն ինչ կանեի, որպեսզի այդ փայլը վերադառնա ձեր աչքերին։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Նրանք միմյանցից մի քանի սանտիմետր հեռավորության վրա էին, լապտերը պարող ստվերներ էր գցում պատերին։ Հելենան զգում էր նրա մարմնի ջերմությունը, հողի ազնիվ քրտինքի հոտը։ Դա այնքան տարբեր էր Արամի արհեստական օծանելիքներից։ Գաբրիելը դանդաղ բարձրացրեց ձեռքը, դիպչելով նրա դեմքին այնպիսի նրբությամբ, որը հակասում էր կոշտացած մատների կոպտությանը։ Հելենան փակեց աչքերը, թեքվելով հպմանը։
Հելենա տիկին, ես։ Մի կանչեք ինձ այդպես։ Պարզապես Հելենա։ Հելենա։ Նրա ձայնը խռպոտ էր։ Ես չպետք է։ Դուք իմ հաճախորդն եք, ես պարզապես։ Դուք պարզապես ինչ։ Աշխատող։ Ծառայություն մատուցող։ Հելենան բացեց աչքերը։ Կամ դուք զարմանալի մարդ եք, ով կորցրել է ամեն ինչ, բայց երբեք չի կորցրել իր արժանապատվությունը։ Նկարիչ, ով իր ձեռքերով գեղեցկություն է ստեղծում։ Մեկը, ով ստիպում է ինձ զգալ կենդանի, տարիներ շարունակ առաջին անգամ։ Դուք ինձ լավ չեք ճանաչում։ Չգիտեք, որտեղից եմ եկել, ինչ եմ անցել։ Ուրեմն պատմեք ինձ։ Թույլ տվեք ճանաչել ձեզ։ Գաբրիելը մեկ քայլ հետ քաշվեց, ձեռքերը մազերի միջով անցկացնելով։ Ես ապրում եմ 2 սենյականոց բնակարանում իմ քրոջ զարմուհու հետ։ Առավոտյան 5-ին եմ արթնանում, 3 ավտոբուսով այստեղ հասնելու համար։ Պարտքեր ունեմ, որոնք տարիներ կպահանջվեն վճարելու համար։ Ես չեմ կարող ձեզ առաջարկել այն ամենը, ինչին դուք սովոր եք։ Ես չեմ ուզում այն, ինչին սովոր եմ։ Ես իրական բան եմ ուզում։ Իսկ եթե սա պարզապես մի պահ է։ Իսկ եթե ամուսնալուծությունը հաղթահարելուց հետո, երբ վերադառնաք ձեր աշխարհ, հասկանաք, որ ես պարզապես շեղում էի։ Հելենան խոսքերը հարվածի պես զգաց։ Գաբրիելը ճիշտ էր։ Նա հազիվ էր ճանաչում ինքն իրեն հիմա, ինչպես կարող էր իմանալ, թե իրականում ինչ էր ուզում։ Բայց միաժամանակ երբեք այդքան վստահ չէր եղել որևէ բանի մեջ։ Ես հասկանում եմ ձեր վախը։ Բայց մի թերագնահատեք ինձ։ Ես կարող եմ կորած լինել, բայց գիտեմ, թե ինչպես ճանաչել իրական բանը, երբ զգում եմ։ Նախքան Գաբրիելը կպատասխաներ, խոհանոցի լույսը վառվեց։ Ինչ որ մեկը տանն էր։ Հելենան վազեց հետ, սիրտը արագ զարկելով։ Բեատրիսին գտավ հյուրասենյակում, նստած իր սովորական արքայական կեցվածքով։ Մայրիկ, ի՞նչ եք անում այստեղ։ Ես դեռ այս տան բանալին ունեմ։ Եկել եմ որոշ փաստաթղթեր վերցնելու, որոնք թողել էի գրասենյակում։ Բեատրիսը Հելենային գլխից մինչ ոտքերը նայեց, նկատելով խոտը զգեստի վրա, կեղտոտ կոշիկները։ Որտեղ էիր։ Այգում։ Ինչ էիր անում այգում այս ժամին։ Բեատրիսի աչքերը նեղացան։ Ում հետ։ Մենակ։ Քայլում էի, մտածում։ Մի ստիր ինձ։ Բեատրիսը վեր կացավ։ Ես տեսա լույսը ջերմոցում։ Դու այդ այգեպանի հետ էիր, այնպես չէ։ Նրա անունը Գաբրիել է։ Եվ այո, նրա հետ էի։ Հելենա, սա անընդունելի է։ Դու գիտես, թե ինչ կմտածեն մարդիկ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մարդիկ։ Բայց ինձ հետաքրքրում է։ Բեատրիսը մեկ քայլ առաջ արեց, ձայնը դողում էր զսպված զայրույթից։ Դու հենց նոր ես դուրս եկել նվաստացուցիչ ամուսնությունից։ Չես կարող քեզ թույլ տալ մեկ սկանդալ։ Այդ մարդը աշխատող է, ծառայություն մատուցող։ Նա մեր մակարդակից չէ։ Մեր մակարդակից։ Հելենան անհույս ծիծաղեց։ Ինչ մակարդակ է դա, մայրիկ։ Կեղծ արտաքինի մակարդակը։ Դատարկ ամուսնությունների։ Սեփական դստերը լավագույն առաջարկողին վաճառելու։ Մի դրամատիզացրու։ Ես փորձում եմ քեզ պաշտպանել։ Ինձ պաշտպանել, թե։ Ձեր հեղինակությունը։ Երկուսն էլ։ Դու չես հասկանում, թե ինչպես է աշխարհն աշխատում։ Այդ մարդը գիտի, ով ես դու, որքան ունես։ Ինչպես կարող ես վստահ լինել, որ նա շահագրգռված չէ քո փողերով։ Հելենան զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում։ Որովհետև նա երբեք ինձնից ոչինչ չի խնդրել։ Որովհետև նա ինձ նայում է, կարծես ես մարդ լինեմ, ոչ թե բանկային հաշիվ։ Դու խոցելի ես, կույր։ Բեատրիսը մեղմացրեց տոնը, փոխելով մարտավարությունը։ Սիրելիս, ես հասկանում եմ։ Դու մենակ ես, ուշադրության պակաս ունես։ Բնական է, որ կկպնես առաջին մարդուն, ով հետաքրքրություն կցուցաբերի։ Բայց սա սեր չէ։ Սա երախտագիտություն է։ Սա շփոթություն է։ Դուք չգիտեք, թե ինչ եմ զգում։ Ես ավելին գիտեմ, քան դու պատկերացնում ես։ Ես էլ էի երիտասարդ, էլ էի ունեցել իմ երազանքները։
Բայց սովորեցի, որ ի վերջո կարևորը կայունությունն է, անվտանգությունը, սոցիալական դիրքը։ Զգացմունքներն անցնում են։ Հաշիվները՝ ոչ։ Հելենան նայեց մորը առաջին անգամ խղճաց նրան։ Խղճաց մի կնոջ, ով ամբողջ կյանքն ապրել էր, երբեք իրեն թույլ չտալով զգալ որևէ իրական բան։ Ես նախընտրում եմ զգալ տառապել, քան երբեք ոչինչ չզգալ։ Դու կզղջաս այդ խոսքերի համար։ Միգուցե։ Բայց գոնե դա իմ ընտրությունը կլինի։ Բեատրիսը կտրուկ շարժումով վերցրեց պայուսակը։ Ես զգուշացրի։ Երբ այդ մարդը քեզ հիասթափեցնի, երբ հասկանաս, որ դա պարզապես ֆանտազիա է, մի արի իմ ուսերին լացելու։ Նա դուրս եկավ, դուռը շրխկացնելով։ Հելենան կանգնած մնաց դատարկ սենյակում, դողալով։ Երբ շրջվեց, տեսավ Գաբրիելին կանգնած խոհանոցի մուտքի մոտ։ Նա լսել էր ամեն ինչ։ Կներեք։ Ես չպետք է այստեղ լինեի։ Գաբրիել, սպասիր։ Բայց նա արդեն վերցնում էր իր գործիքները, արագ ամեն ինչ տեղը դնելով։ Ձեր մայրը ճիշտ է։ Որոշ բաների վերաբերյալ համենայն դեպս։ Ես չեմ կարող ձեզ ոչինչ առաջարկել, բացի խնդիրներից։ Դուք փախչում եք։ Ես իրատես եմ։ Գաբրիելը նայեց նրան։ Դուք ապրում եք իմից տարբեր աշխարհում։ Ես այստեղ չեմ պատկանում։ Ուրեմն տարեք ինձ ձեր աշխարհ։ Դուք մեկ օր էլ չէիք դիմանա։ Խոսքերը կոշտ հնչեցին, նույնիսկ դաժան։ Հելենան զգաց, կարծես ապտակ ստացած լիներ։ Գաբրիելը կարծես անմիջապես զղջաց, բայց հետ չկանգնեց։ Այս շաբաթ կավարտեմ այգու աշխատանքը։ Հետո ավելի լավ է ուրիշ մարդ վարձեք ջերմոցի համար։ Դուք հրաժարվում եք ինձնից։ Ես պաշտպանում եմ ձեզ։ Ինձնից։ Բամբասանքներից։ Ինքներդ ձեզնից։ Ինձ պաշտպանություն պետք չէ։ Ինձ ազնվություն է պետք։ Գաբրիելը մոտեցավ նրան, Հելենան նրա աչքերում ցավ տեսավ։ Ազնվություն եք ուզում։ Ես սիրահարված եմ ձեզ։ Առաջին իսկ օրվանից։ Եվ դա ինձ սարսափեցնում է, որովհետև գիտեմ, որ չի ստացվի։ Որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք ապրում, ինչ աշխարհից եք գալիս, գիտեմ, որ ես երբեք բավարար չեմ լինելու։ Նա վերջին անգամ դիպավ նրա դեմքին։ Այդ իսկ պատճառով պետք է հեռանամ, մինչ սա ավելի դժվար դառնա։ Դժվար ում համար։ Երկուսիս համար էլ։ Իսկ եթե ասեմ, որ չեմ ուզում, որ դուք գնաք, ապա դուք եսասեր եք։ Որովհետև դուք չգիտեք, թե ինչ եք ուզում։ Դեռ ինքներդ ձեզ եք բացահայտում, ապաքինվում։ Եվ ես չեմ կարող լինել ձեր փորձարկումը։ Խոսքերը խորը կտրեցին։ Հելենան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Դուք ճիշտ եք։ Ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Բայց գիտեմ, թե ինչ չեմ ուզում։ Չեմ ուզում վերադառնալ այդ դատարկ կյանքին։ Այլս չեմ ուզում ծածնել։ Եվ չեմ ուզում կորցնել ձեզ։ Գաբրիելը նրան քաշեց ամուր գրկախառնության մեջ, գզակը դնելով նրա գլխի վերում։ Ես էլ չեմ ուզում կորցնել քեզ։ Բայց վախենում եմ։ Ինչից։ Բավարար չլինելուց, երբ դու իսկապես իմանաս, թե ով եմ ես։ Հելենան հեռացավ, նայելով նրա աչքերին։ Ուրեմն թույլ տվեք ինձ բացահայտել։ Թույլ տվեք ինձ ճանաչել ձեր յուրաքանչյուր մասը։ Լավը, վատը, կոտրվածը։ Ամեն ինչ։ Դուք չգիտեք, թե ինչի եք մտածում։ Երբեք չեմ իմացել։ Եվ միգուցե հենց այդ պատճառով է, որ պետք է անեմ սա։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, գրկախառնված լուռ խոհանոցի մեջտեղում, երկու կոտրված սրտեր, փորձելով հասկանալ, թե արդյոք միասին կարող էին ամբողջական դառնալ։ Հաջորդ շաբաթը տարօրինակ էր։ Գաբրիելը շարունակում էր ամեն օր գալ, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նրանք աշխատում էին կողք կողքի այգում, բայց զրույցները կարճ էին, լի անհարմար լռություններով։ Հելենան զգում էր, թե ինչպես է նրանց միջ հեռավորությունը մեծանում, նույնիսկ երբ նրանք մի քանի մետր հեռավորության վրա էին։ Կարծես այն գիշերը ջերմոցում անտեսանելի պատ էր ստեղծել։ Հելենան սուզվեց աշխատանքի մեջ, մտքերը շեղելու համար։ Սկսեց ուսումնասիրել մարդու իրավունքների հկներ, ուղարկեց ինքնակենսագրականներ, հարցազրույցներ նշանակեց։ Ինքն իր համար նպատակ էր պետք, ինչ-որ բան, որը իրենը կլիներ։
Բայց ամեն գիշեր, երբ այգին դատարկվում էր, Գաբրիելը հեռանում էր, առանց ճիշտ հրաժեշտ տալու, նա զգում էր մենակության ծանրությունը վերադառնալիս։ Հինգշաբթի անձրոտ օր էր, երբ ամեն ինչ կրկին փոխվեց։ Հելենան խոհանոցում էր, երբ այգուց բարձր ձայն լսեց։ Նա վազեց այնտեղ, Գաբրիելին գտավ գետնին ընկած, բռնած իր կոճը, դեմքը ցավից աղավաղված։ Ինչ պատահեց։ Սայթաքեցի թաց խոտի վրա։ Կարծում եմ, ոտքս ոլորեցի։ Հելենան օգնեց նրան վեր կենալ, հենվելով նրա ծանրության վրա, մինչ նրանք քայլում էին դեպի ծածկված պատշգամբը։ Գաբրիելը թրջված էր, դողում էր, ակնհայտորեն ցավ ուներ, բայց փորձում էր թաքցնել։ Պետք է հիվանդանոց գնալ։ Ոչինչ չէ։ Կանցնի։ Մի համառեք։ Ես ձեզ կտանեմ։ Նա հնարավորություն չտվեց նրան բողոքելու։ Վերցրեց մեքենայի բանալիները, որոշ դժվարությամբ օգնեց նրան նստել ուղորի նստատեղին։ Շտապօգնության ճանապարհին Գաբրիելը լուռ մնաց, նայելով պատուհանից դուրս, ծնոտը լարված։ Դուք պարտավոր չեք դա անել։ Գիտեմ, որ պարտավոր չեմ։ Ես ուզում եմ։ Ինչո՞վ։ Գաբրիելը շրջվեց դեպի նա։ Ինչու եք այդքան հոգ տանում։ Այգու, իմ, այս ամենի մասին։ Հելենան աչքերը ճանապարհին պահեց։ Որովհետև երկար ժամանակ հետո առաջին անգամ ինչ-որ մեկը ինձ մարդու պես է վերաբերվում։ Ոչ թե որպես զարդարանքի, ոչ թե որպես ազգանվան, ոչ թե որպես առարկայի։ Որպես անձի։ Դուք միշտ էլ անձ եք եղել։ Բայց երբեք չեն թույլ տվել ինձ լինել։ Հիվանդանոցում, մինչ նրանք սպասում էին բժշկին, Հելենան զանգահարեց Մարիանային, Գաբրիելի քրոջը։ Բացատրեց, թե ինչ էր պատահել, առաջարկեց նրան մեքենայով տանել, եղբորը վերցնելու համար։ Մարիանան ժամանեց կես ժամ անց, ուժեղ կին, ուղիղ հայացքով, վստահ կեցվածքով։ Նա բուժքրոջ համազգեստ էր կրում, իր հետ բերել էր Սոֆիային, 8 տարեկան աղջկա, հյուսերով ամաչկոտ ժպիտով։ Դուք պետք է Հելենան լինեք։ Մարիանան ամուր սեղմեց նրա ձեռքը։ Գաբրիելը ձեր մասին է խոսել։ Հուսով եմ, միայն լավ բաներ։ Նա շատ բան չի խոսում ոչինչի մասին։ Այնպես որ, այո, կարծում եմ, լավ բաներ են։ Երբ բժիշկը վերջապես հայտնվեց, ախտորոշումը չափավոր ոլորում էր։ Գաբրիելը պետք է հանգիստ պահեր առնվազն 1 շաբաթ, օգտագործելով հենակներ խուսափելով վնասված ոտքի վրա կանգնելուց։ 1 շաբաթ առանց աշխատանքի նշանակում է 1 շաբաթ առանց գումարի, մրմնջաց Գաբրիելը, երբ նրանք դուրս եկան հիվանդանոցից։ Ես հաշիվներ ունեմ վճարելու։ Դուք կշարունակեք ստանալ ձեր սովորական վարձատրությունը։ Հելենան քննարկման տեղ չթողեց։ Աշխատանքը ոչ մի տեղ չի գնա։ Ձեր ապաքինումն ավելի կարևոր է։ Ես ողորմություն չեմ ընդունում։ Դա ողորմություն չէ։ Դա արդար է։ Դուք վնասվեցիք ինձ համար աշխատելիս։ Մարիանան հետաքրքրությամբ դիտում էր փոխանակումը, աչքերը միմյանց վրա տեղափոխելով։ Սոֆիան քաշեց Հելենայի թից։ Դուք այն աղջիկն եք, ում մասին Գաբի քեռին խոսում է, երբ կարծում է, որ ոչ ոք չի լսում։ Սոֆիա։ Գաբրիելն ու Մարիանան միաժամանակ խոսեցին, բայց աղջիկը պարզապես ծիծաղեց։ Հելենան զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Նա նայեց Գաբրիելին, ով կարծես ուզում էր, որ հողը կլանի իրեն։ Եվ ինչ է նա ասում։ Որ դուք գեղեցիկ եք։ Եվ տխուր։ Եվ որ նա ուզում էր ձեզ իսկապես ժպտացնել։ Հանկարծ Հելենան սկսեց ծիծաղել։ Իրական ծիծաղ, որը գալիս էր կրծքի խորքից։ Գաբրիելը դեմքը ծածկեց ձեռքերով, բայց նա տեսնում էր նրա կարմիր ականջները։ Սոֆիա, դու իմ կյանքը վերջացրիր, մրմնջաց նա։ Մարիանան ժպտաց, գլուխը թափահարելով։ Գնանք տուն, Ռոմեո։ Դու պետք է հանգստանաս։ Հելենան առաջարկեց նրանց տանել Մալաթիա Սեբաստիա գնալու ճանապարհին նա տեսավ իրենից լիովին տարբեր աշխարհ։ Փողոցներն ավելի նեղ էին, տները ավելի պարզ, բայց այնտեղ կյանք կար։ Մարդիկ խոսում էին մայթին, երեխաները խաղում էին, երաժշտություն էր հնչում բաց պատուհաններից։ Մարիանայի բնակարանը 3-րդ հարկում էր, առանց վերելակի շենքում։ Հելենան օգնեց Գաբրիելին բարձրանալ աստիճաններով, հենվելով նրա վրա, մինչ նա ցատկում էր մի ոտքի վրա։ Երբ նրանք ներս մտան, նա զարմացավ, թե որքան հարմարավետ էր տարածքը։
փոքր էր, այո, բայց կազմակերպված, մաքուր, լի պատերին կախված լուսանկարներով, պատուհաններին դրված բույսերով։ Նստեք, խնդրում եմ։ Մարիանան ցույց տվեց բազմոցը։ Ես սուրճ կպատրաստեմ։ Հելենան նստեց, դիտելով Գաբրիելին, ով տեղավորվում էր բազկաթոռում, վնասված ոտքը բարձերի վրա դնելով։ Սոֆյան հայտնվեց նկարչական տետրով։ Ուզում եք տեսնել իմ կենդանիներին։ Ես անասնաբույժ եմ դառնալու, երբ մեծանամ։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում Հելենան նայեց շների, կատուների, թռչունների նկարներին, բոլորը խնամքով վառ գույներով արված։ Սոֆյան յուրաքանչյուրը բացատրում էր ոգորությամբ, Հելենան զգաց, թե ինչպես է ինչ-որ բան բացվում իր կրծքի մեջ։ Երբ էր վերջին անգամ իրեն այդքան հարմարավետ զգացել։ Մարիանան վերադարձավ սուրճով տնական թխվածքաբլիթներով։ Նա նստեց Հելենայի կողքին, ուշադիր աչքերով ուսումնասիրելով նրան։ Ուրեմն դուք այն կինն եք, ով խելագարեցնում է իմ եղբորը։ Հելենան գրեթե շնչահեղձ եղավ սուրճից։ Ես դա իմ մտադրությունը չէր։ Հանգստացեք։ Ես կատակում եմ։ Կիսով չափ կատակում։ Մարիանան մի կում խմեց իր սուրճից։ Գաբրիելը լավ մարդ է։ Երբեմն չափազանց լավ։ Նա աշխարհի ծանրությունը կրում է ուսերին, երբեք օգնություն չի խնդրում։ Ես դա նկատեցի։ Նա շատ բան կորցրեց վերջին տարիներին։ Գրասենյակը, հեղինակությունը, ինքնագնահատականը։ Ամիսներ շարունակ տանից դուրս չէր գալիս, ոչ ոքի հետ չէր խոսում։ Ես ու Սոֆյան ամեն ինչ էինք, ինչ նա ուներ այդ ընթացքում։ Նա ինձ մի փոքր պատմեց, թե ինչ պատահեց։ Այնպես որ դուք գիտեք, որ նա հեշտությամբ չի վստահում։ Մարիանան նայեց եղբորը, ով շեղված էր, օգնելով Սոֆյային նկար գունավորել։ Բայց ձեզ հետ նա տարբեր է։ Ավելի թեթ։ Ինչպես էր ամեն ինչ փլուզվելուց առաջ։ Հելենան զգաց, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում։ Ես չեմ ուզում նրան վնասել։ Մարիանան նայեց նրան։ Ուրեմն մի վնասեք։ Որովհետև եթե վնասեք, ինձ պետք է պատասխան տաք։ Բայց նրա աչքերում ժպիտ կար, Հելենան հասկացավ, որ դաշնակից է ձեռք բերել։ Հաջորդ օրերին Հելենան ամեն օր այցելում էր Գաբրիելին։ Ճաշ էր բերում, կեսօրն անցկացնում էր այնտեղ, խոսելով Մարիանայի հետ, խաղալով Սոֆյայի հետ, օգնելով փոքրիկ գործերում։ Գաբրիելը սկզբում բողոքում էր, ասելով, որ նա պարտավոր չէ դա անել, բայց աստիճանաբար հանձնվում էր։ Հելենան ծանոթացավ հարանների հետ, սովորեց դոմինո խաղալ կողքի բնակարանի պարոն Օսվալդոյի հետ, Սոֆյային սովորեցրեց օրիգամի պատրաստել, օգնեց Մարիանային ընկերուհու ծննդյան երեկույթ կազմակերպել։ Եվ կյանքում առաջին անգամ զգաց, որ ինչ-որ տեղ է պատկանում։ Մի գիշեր, երբ Սոֆյան քնել էր, իսկ Մարիանան գնացել էր հիվանդանոցի հերթապահության, Հելենան Գաբրիելը մենակ մնացին բնակարանում։ Նա պառկած էր բազմոցին, վիրակապված ոտքը բարձերի վրա դրած, իսկ Հելենան նստած էր հատակին նրա կողքին։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք, մեղմ ասաց նա։ Դա ձեր պարտավորությունը չէր։ Գիտեմ։ Հելենան դիպավ նրա ձեռքին։ Բայց ես ուզում էի այստեղ լինել։ Ինչո՞վ։ Որովհետև այստեղ ես ինձ իրական եմ զգում։ Պետք չէ ձացնել, թե ով եմ, պետք չէ չափել յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր ժեստ։ Ես կարող եմ պարզապես լինել։ Գաբրիելը մատները միահյուսեց նրա մատների հետ։ Դու միշտ կարող ես ինքդ քեզ լինել ինձ հետ։ Նրանք լուռ մնացին մի պահ, պարզապես զգալով միմյանց ներկայությունը։ Այնուհետ Գաբրիելը մեղմորեն քաշեց նրան վեր, Հելենան տեղավորվեց նրա կողքին։ Բազմոցին, գլուխը հենելով նրա կրծքին։ Երբ իմ գործընկերներն ինձ դավաճանեցին, կարծում էի, որ ամեն ինչ կորցրել եմ։ Գաբրիելը սկսեց խոսել, ձայնը ցածր։ Կորցրի այն գրասենյակը, որը տարիներ էի կառուցում, կորցրի պայմանագրեր, կորցրի հաճախորդներ։ Բայց ամենավատը վստահությունը կորցնելն էր։ Ինձ վրա, մարդկանց վրա, աշխարհի վրա։ Ես ինձ ձախողված էի զգում։ Դուք ձախողված չեք։ Դա հիմա գիտեմ։ Բայց այն ժամանակ ես ինձ էի մեղադրում ամեն ինչի համար։ Սխալ մարդկանց վստահելու համար, նշանները չտեսնելու համար, միամիտ լինելու համար։ Ամիսներ շարունակ ինձ ատում էի։ Ինչը փոխվեց։ Սոֆյան։ Գաբրիելը ժպտաց։ Մի օր նա ինձ լացելիս գտավ լոգարանում։ 6 տարեկան էր այդ ժամանակ։
Նա նստեց իմ ծնկներին ասաց. Գաբի Քերի, ուսուցչուհին ասաց, որ երբ բույսը հիվանդանում է, մենք չենք դեն նետում այն։ Մենք խնամում ենք, մինչ այն նորից ուժեղանա։ Դու քեզ չես դեն նետի, չէ՞։ Հելենան զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Երեխաները իմաստուն են։ Իսկապես։ Եվ նա ինձ ստիպեց հասկանալ, որ ես արժեք ունեմ իմ աշխատանքից, իմ փողից բացի։ Որ ես դեռ կարող եմ գեղեցկություն ստեղծել, դեռ կարող եմ օգտակար լինել, դեռ կարող եմ սիրված լինել։ Դուք այդ ամենն եք շատ ավելին։ Գաբրիելը դեմքը շրջեց դեպի նա, նրանց աչքերը հանդիպեցին։ Այնտեղ այնքան զգացմունք կար, այնքան ճշմարտություն, որ Հելենան զգաց, կարծես անմիջապես նրա հոգին էր տեսնում։ Ես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ երբ դու իսկապես ինձ ճանաչես, կհասկանաս, որ ես բավարար չեմ։ Հելենան դիպավ նրա դեմքին։ Եվ ես վախենում եմ, որ դու կհասկանաս, որ ես այն ուժեղ կինը չեմ, ում դու կարծում ես։ Որ իրականում ես մեկն եմ, ով ամբողջ կյանքը կորած է անցկացրել, ծածնելով, թե գիտի ով է։ Ուրեմն եկեք միասին վախենանք։ Բայց եկեք փորձենք, այնուամենայնիվ։ Եվ այնտեղ Մալաթիա Սեբաստիայի այդ պարզ բնակարանում, այնքան տարբեր այն առանձնատունից, որտեղ Հելենան մեծացել էր, նրանք համբուրվեցին։ Դա դանդաղ համբույր էր, լի խոստումներով, վախերով, կոտրված անցյալներով, անորոշ ապագաներով։ Բայց դա իրական էր։ Ավելի իրական, քան այն ամենը, ինչ Հելենան ապրել էր։ Երբ նրանք բաժանվեցին, նա իր ճակատը դրեց նրա ճակատին։ Ես սիրահարված եմ ձեզ։ Չգիտեմ, երբ պատահեց, բայց պատահեց։ Ես գիտեմ, երբ պատահեց ինձ հետ, ասաց Գաբրիելը։ Դա ջրի շիթի օրն էր, երբ դուք այնտեղ էիք, թրջված խոցելի, բարկանալու փոխարեն, դուք ծիծաղեցիք։ Դա ամենագեղեցիկ բանն էր, որ ես երբեք տեսել եմ։ Հելենան ծիծաղեց, հիշելով։ Դա ամոթալի էր։ Դա կատարյալ էր։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ դուք իրական եք, ոչ թե պարզապես ճակատ։ Նրանք գիշերվա մնացած մասը զրուցեցին, ամեն ինչի ոչնչի մասին։ Գաբրիելը պատմեց իր սիրելի նախագծերի մասին, այն այգու մասին, որը նախագծել էր Ծաղկաձորի հյուրանոցի համար, այն հրապարակի մասին, որը վերափոխել էր Գյումրիում։ Հելենան խոսեց իր հոր մասին, ջերմոցում անցկացրած կեսօրների մասին, այն երազանքների մասին, որոնք թողել էր ուրիշների ակնկալիքներին համապատասխանելու համար։ Երբ Մարիանան ժամանեց հերթապահությունից առավոտյան 3-ին, նա երկուսին քնած գտավ բազմոցին, միահյուսված խաղաղության արտահայտություններով, որոնք նա երկուսի մոտ էլ երկար ժամանակ չէր տեսել։ Հաջորդ առավոտ Հելենան արթնացավ սուրճի տաք հացի հոտից։ Մարիանան խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստում, մինչ Սոֆյան սեղան էր դնում։ Բարի առավոտ, քնկոտ։ Մարիանան ժպտաց։ Սուրճ։ Խնդրում եմ։ Հելենան նստեց սեղանին, դեռ կիսաքուն։ Կներեք, որ այստեղ եմ քնել։ Դա իմ մտադրությունը չէր։ Խնդիր չկա։ Լավ էր տեսնել իմ եղբորը իսկապես ժպտալիս, տարիներ շարունակ առաջին անգամ։ Սոֆյան ցատկեց Հելենայի կողքի աթոռին։ Դուք հիմա ընկերություն եք անում։ Հելենան նայեց Գաբրիելին, ով հենց նոր էր սենյակից դուրս եկել, կաղալով, մազերը խառնված ամաչկոտ ժպիտ դեմքին։ Այո, պատասխանեց Գաբրիելը, նախքան Հելենան կկարողանար։ Եթե նա ուզում է։ Ես ուզում եմ, ասաց Հելենան, զգալով, թե ինչպես են այտերը տաքանում։ Սոֆյան ուրախության բացականչություն արձակեց, իսկ Մարիանան գլուխը թափահարեց, ծիծաղելով։ Միայն իմ աչքի առաջ շատ դրամա մի ստեղծեք, խնդրում եմ։ Ես արդեն բավական դրամա ունեմ հիվանդանոցում։ Ավելի ուշ, երբ Հելենան վերջապես վերադարձավ տուն, իր բջջայնում Բեատրիսից մի քանի հաղորդագրություն գտավ։ Բոլորը նույն թեմայի տարբերակներ էին՝ հիասթափություն, հեղինակության մասին մտահոգություն, քողարկված սպառնալիքներ։ Վերջինում ասվում էր. Ես ձեզ համար հանդիպում եմ նշանակել վաղը իրավունքներ բոլորի համար ՀԿ-ում։ Դա լուրջ կազմակերպություն է, լավ հեղինակությամբ։ Կարծում էի, ձեզ կհետաքրքրի, քանի որ պնդում եք այդ ճանապարհը։ Հելենան զարմացավ։ Մայրը, օգնելով նրան աշխատանք գտնել ՀԿ-ում։ Դա իմաստ չուներ։ Բեատրիսը միշտ դեմ էր եղել կարիերայի այդ փոփոխությանը։ Ինչու հանկարծակի փոփոխությունը։ Բայց Հելենան որոշեց գնալ հանդիպման։ Եթե իր մայրը վերջապես ընդունում էր իր ընտրությունները, միգուցե հաշտեցման հույս կար։
ՀԿ-ն գտնվում էր քաղաքի կենտրոնում գտնվող հին շենքում, երբ Հելենան հասավ, նրան դիմավորեց 50-ից ավելի տարեկան մի կին, մոխրագույն մազերը հավաքած, բարի աչքերը կարմիր շրջանակով ակնոցների հետում։ Հելենա, ես դոկտոր Կարմենն եմ, ՀԿ-ի տնօրենը։ Ձեր մայրը շատ է խոսել ձեր մասին։ Նրանք 1 ժամից ավելի զրուցեցին։ Կարմենը բացատրեց կազմակերպության աշխատանքը, կենտրոնացած ոչ ֆորմալ աշխատողների իրավունքների, աշխատանքային շահագործման դեմ պայքարի, ցածր եկամուտ ունեցող մարդկանց իրավական աջակցության վրա։ Հելենան իր մեջ ոգորություն զգաց։ Դա հենց այն էր, ինչ նա ուզում էր անել։ Դուք կատարյալ պրոֆիլ ունեք մեզ օգնելու համար, ասաց Կարմենը։ Ձեր կորպորատիվ իրավունքի կրթությունը արժեքավոր կլիներ, հատկապես այն դեպքերում, երբ խոշոր ընկերությունները շահագործում են աշխատողներին։ Մենք կարող էինք սկսել կամավորական պրակտիկայով, տեսնելու համար, թե ինչպես եք հարմարվում։ Ես շատ կցանկանայի։ Բայց պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ։ Կարմենը հանեց ակնոցները, մաքրելով ոսպնյակները։ Ձեր մայրը անձամբ է ինձ հետ կապվել։ Նա մեծ նվիրատվություն արեց ՀԿ-ին, պայմանով, որ ես ձեզ այստեղ պաշտոն առաջարկեմ։ Հելենան զգաց, թե ինչպես է ստամոքսը սուզվում։ Ահ։ Նա կարծում է, որ դուք փուլ եք անցնում, որ շուտով կհոգնեք այս աշխատանքից կվերադառնաք կորպորատիվ իրավունքին։ Կարմենը հետ դրեց ակնոցները։ Բայց ես ձեզ չեմ վարձել նվիրատվության պատճառով։ Ես վարձել եմ, որովհետև կարդացել եմ ձեր ինքնակենսագրականը, որովհետև տեսա գիրքը ձեր աչքերում, երբ խոսում էիք տարբերություն մտցնելու մասին։ Նվիրատվությունը պարզապես բոնուս էր։ Ուրեմն առաջարկն իրական է։ Լիովին իրական։ Դուք սկսում եք երկուշաբթի, եթե ցանկանաք։ Հելենան ՀԿ-ից դուրս եկավ ոգորության տխրության խառնուրդով։ Նա ստացել էր այն աշխատանքը, որը ցանկանում էր, բայց մայրը նույնիսկ դա վերածել էր վերահսկողության ձի։ Երբ նա տուն հասավ, Բեատրիսին սենյակում սպասող գտավ։ Ուրեմն, դուր եկավ ՀԿ-ն։ Դուք պարտավոր չեք ինձ համար ամեն ինչ գնել, մայրիկ։ Ես ոչինչ չեմ գնել։ Պարզապես հեշտացրել եմ։ Բեատրիսը վեր կացավ։ Դուք ուզում եք օգնել մարդկանց։ Հիանալի է։ Ես ձեզ տվեցի այդ հնարավորությունը։ Բայց մի կարծեք, թե դա ինչ-որ բան է փոխում ձեր մյուս ընտրությունների վերաբերյալ։ Դուք Գաբրիելի մասին եք խոսում։ Այդ այգեպանը ապագա չունի ձեզ առաջարկելու։ Նա ձախողված է, Հելենա։ Նա մարդ է, ով կորցրել է ամեն ինչ դեռ պահպանել իր արժանապատվությունը։ Դա ավելին է, քան կարող եմ ասել մեր սոցիալական շրջանակի շատ մարդկանց մասին։ Արժանապատվությունը հաշիվներ չի վճարում։ Սերը նույնպես չի վճարում։ Բայց այն ավելի արժեքավոր է, քան փողը։ Դու գույր ես։ Բեատրիսը քայլեց դեպի դուռը։ Բայց լավ է։ Ես քեզ նպատակ տվեցի, հարգալից աշխատանք։ Երբ հոգնես այդ ռոմանտիկ ֆանտազիայից, կունենաս մի բան, որին կկառչես։ Երբ նա դուրս եկավ, Հելենան նստեց հատակին ու լացեց։ Լացեց հիասթափությունից, զայրույթից, տխրությունից, մայր ունենալու համար, ով սերը թուլություն էր համարում, իսկ վերահսկողությունը պաշտպանություն։ Բայց նա լացեց թեթացումից։ Որովհետև առաջին անգամ նա ուներ ինչ-որ բան իրենը։ Աշխատանք, որը նա ընտրել էր, սեր, որը նա զգացել էր, կյանք, որը նա կառուցում էր իր ձեռքերով։ 3 ամիս անց Հելենայի կյանքը անճանաչելի էր։ Առավոտյան շուտ էր արթնանում գնալու համար, որտեղ օրերն անցկացնում էր շահագործվող աշխատողներին պաշտպանելով, ընկերությունների հետ բանակցելով, դատական գործեր պատրաստելով։ Աշխատանքը պահանջկոտ էր, երբեմն հիասթափեցնող, բայց առաջին անգամ նա զգում էր, որ իր արածն իմաստ ունի։ Երեկոները Գաբրիելի հետ էին։ Այն բանից հետո, երբ նա ապաքինվեց ոլորումից, Հելենան նրան պաշտոնապես վարձեց այգին ջերմոցը վերափոխելու համար, պաշտոնական պայմանագրով, արդար վճարով բոլոր այն կանոններով, որոնք նա պնդել էր։ Աշխատանքային ժամերին նրանք պահպանում էին մասնագիտական հեռավորություն։ Բայց երբ Արը մայր էր մտնում, վերջին աշխատողները հեռանում էին, նրանք իրենց թույլ էին տալիս լինել պարզապես Հելենա Գաբրիել։ Խոսում էին ամեն ինչի մասին, միասին պլանավորում, մեծ երազանքներ էին տեսնում։ Ջերմոցն առաջինն էր, որ պատրաստ եղավ։ Գաբրիելը այն վերածել էր ամսագրի արժանի ձմեռային այգու, վերականգնված ապակիներով, ժամանակակից օդափոխության համակարգով, բույսերի ընտրանիով, որոնք ծաղկում էին ամբողջ տարի։ Հելենան լացեց, երբ տեսավ վերջնական արդյունքը։
Կարծես իր հայրը այնտեղ լիներ, ժպտալով, հպարտ։ Մարիանան Սոֆյան սկսեցին այցելել տուն հանգստյան օրերին։ Սոֆյան սիրում էր վազել հսկայական այգում, իսկ Մարիանան օգտվում էր հնարավորությունից հանգստանալու հիվանդանոցում երկար աշխատանքային օրերից։ Երկու կանայք ընկերացան, Հելենան հայտնաբերեց, որ Մարիանայի մեջ ուներ այն քույրը, որը երբեք չուներ։ Մեկը, ով ճշմարտությունն էր ասում առանց վախի, ով աջակցում էր առանց դատելու, ով ստիպում էր իրեն ծիծաղել մինչ որովայնի ցավ։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէր։ Բեատրիսը շարունակում էր անսպասելի այցելություններ անել, միշտ սուր մեկնաբանություններով, քողարկված մայրական մտահոգության տակ։ Եվ Հելենայի սոցիալական շրջանակը սկսեց հեռանալ։ Ընթրիքների հրավերները դադարեցին գալ։ Հին ընկերուհիները փողոցն էին անցնում, նրան չողջունելու համար։ Ամուսնալուծությունն արդեն բավական սկանդալ էր եղել։ Այգեպանի հետ հարաբերությունները աններելի էին։ Հելենան հայտնաբերեց, որ այնքան էլ չէր մտահոգվում, որքան պատկերացնում էր։ Իսկապես կարևոր մարդիկ շարունակում էին մնալ իր կողքին։ Մնացածը պարզապես աղմուկ էր։ Մի օր Գաբրիելն աշխատանքի եկավ թիտակ պահած նախագծերի թղթապանակով աչքերում մի փայլով, որը Հելենան շաբաթներ շարունակ չէր տեսել։ Մի բան պատահեց, ասաց նա, հազիվ զսպելով ոգորությունը։ Հիշում եք ձեր մոր Հարանին, պարոն Ավետիքին։ Հյուրանոցների ցանցի սեփականատերոն։ Հենց նա։ Ակնհայտորեն նա տեսել է այգին այստեղից, երբ եկել էր ձեր մոր հետ ընթրելու։ Ինձ հետ կապվեց։ Ուզում է, որ ես նախագծեմ մի նոր հանգստավայրի այգիները, որը նա կառուցում է Դիլիջանում։ Գաբրիել։ Հելենան թռավ նրա գիրկը։ Սա հիանալի է։ Դա մեծ պայմանագիր է։ Շատ մեծ։ Եթե ստացվի, կարող եմ նորից ունենալ իմ գրասենյակը, իմ կարիերան։ Կստացվի։ Ես վստահ եմ։ Բայց նա մտահոգված էր թվում։ Իսկ եթե ամեն ինչ փոխվի։ Իսկ եթե ես նորից դառնամ այն, ինչ էի նախկինում։ Դուք երբեք չեք դադարել լինել։ Պարզապես այլ ճանապարհով էի գնում։ Իսկ եթե այդ ճանապարհը ինձ ձեզնից հեռու տանի։ Հելենան նրա դեմքը ձեռքերի մեջ առավ։ Ապա ես ձեզ հետ կգամ։ Ուր էլ որ գնաք։ Այգին գրեթե պատրաստ էր, երբ Հելենան որոշեց պաշտոնական բացում կատարել։ Դա պարզապես երեկույթ չէր լինի, դա հայտարարություն կլիներ։ Միջոց բոլորին, ներառյալ Բեատրիսին, ցույց տալու, որ նա ընտրել էր իր սեփական կյանքը երջանիկ էր այդ ընտրությամբ։ Գաբրիելը սկզբում բողոքեց։ Ես չգիտեմ, պատրաստ եմ արդյոք հանդիպել այդքան մարդկանց։ Դուք պարտավոր չեք պատրաստ լինել։ Պարզապես պետք է ինձ հետ լինեք։ Հյուրերի ցուցակը լարվածության կետ էր։ Բեատրիսը պնդում էր հրավիրել Երանի էլիտայի կեսին։ Հելենան մասամբ զիջեց, բայց պնդեց ներառել այն մարդկանց, ովքեր իսկապես կարող էին Մարիաննային, Սոֆիային, ՀԿ-ի գործընկերներին, Գաբրիելի Հարաններին, այգում աշխատող բանվորներին, դոկտոր Կարմենին, նույնիսկ կողքի բնակարանի պարոն Օսվալդոին։ Երեկույթի գիշերը Հելենան հագավ պարզ, նարդոսի գույնի զգեստ, առանց ավելորդ զարդերի կամ բարդ սանրվածքների։ Երբ նա աստիճաններով իջավ տեսավ մեղմ լույսերով լուսավորված այգին, սիրտը գրեթե պայթեց հուզմունքից։ Գաբրիելը այդ լքված տարածքը դարձրել էր դրախտ։ Յուրաքանչյուր արահետ տանում էր նոր անակնկալի, յուրաքանչյուր անկյուն ուներ իր անհատականությունը։ Հյուրերը սկսեցին գալ։ Հելենայի աշխարհները հանդիպում էին այնտեղ, անհավանական, բայց գեղեցիկ խառնուրդով։ Մարիանան աշխույժ զրուցում էր ՀԿ-ի գործընկերուհու հետ։ Սոֆյան վազվզում էր այգում բանվորների երեխաների հետ։ Պարոն Օսվալդոն զրուցում էր փողկապ կրող գործարարների հետ, ովքեր իսկապես հետաքրքրված էին նրա պատմություններով։ Բեատրիսը վերջինը եկավ, անթերիս զգեստով մարգարիտներով, քննադատական հայացքով ուսումնասիրելով յուրաքանչյուր մանրուք։ Նա ողջունեց Հելենային սառը համբույրով այտին։ Ամեն ինչ շատ գյուղական է։ Կատարյալ է։ Հելենան չկապվեց խայծին։ Որտեղ է դրա պատասխանատուն։ Բեատրիսը շուրջը նայեց, փնտրելով Գաբրիելին։ Նա ստուգում է ոռոգման համակարգը։ Մի փոքր ուշ պաշտոնապես կներկայացնի նրան։ Պաշտոնապես։ Բեատրիսը հոնքերը բարձրացրեց։ Դուք իսկապես դա անելու եք։ Ինչ անել։ Հրապարակայնորեն ընդունել, որ նրա հետ եք։ Ես չէի թաքցնում, մայրիկ։ Բայց նա երբեք չէիր հաստատել։
Մարդիկ դեռ կասկածներ ունեն։ Եթե դու դա անես այսօր, հետդարձ չկա։ Հելենան նայեց մոր աչքերին։ Ես հետդարձ չեմ ուզում։ Ես ուզում եմ առաջ շարժվել։ Նախքան Բեատրիսը կկարողանար պատասխանել, տարօրինակ ձայն լսվեց, բարձր շշուկ, որին հաջորդեց պայթյուն։ Հանկարծ ոռոգման համակարգի ջրի շիթերը միաժամանակ բացվեցին, ստեղծելով իսկական արհեստական անձր այգու մեջտեղում։ Հյուրերը բղավեցին, վազեցին, ծիծաղեցին, փորձելով պաշտպանվել սառը ջրից։ Հելենան մի վայրկյան կատվածահար մնաց, տեսնելով, թե ինչպես է ամբողջ կատարյալ պլանը փլուզվում։ Այնուհետ նայեց Գաբրիելին, ով փականի մոտ էր, հուսահատորեն փորձելով անջատել համակարգը։ Նրանց աչքերը հանդիպեցին, նա նրա դեմքին խուճապ տեսավ։ Բայց բարկանալու կամ ամաչելու փոխարեն, Հելենան սկսեց ծիծաղել։ Բարձր, իրական ծիծաղ, որը գալիս էր հոգու խորքից։ Նա մտածված քայլեց այգու մեջտեղը, թույլ տալով ջրի շիթերին ամբողջությամբ թրջել իրեն, ձեռքերը բացեց, կարծես անձրի տակ պարում լիներ։ Գաբրիելը բաց թողեց փականը, վազեց դեպի նա։ Դու խելագարվել ես։ Միգուցե։ Հելենան պտտվեց, ծիծաղելով։ Բայց զվարճալի է։ Հյուրերը դադարեցին վազել։ Ոմանք նույնպես սկսեցին ծիծաղել, վերցնելով թաց շամպայնի բաժակներ, կենացներ բարձրացնելով արհեստական անձրի տակ։ Երեխաները էքստազի մեջ էին, ցատկելով գոյացող լճակների մեջ։ Եվ հետո Գաբրիելը Հելենային մոտ քաշեց, համբուրեց նրան։ Այնտեղ, թաց քաոսի մեջտեղում, բոլորի առջ, նա համբուրեց նրան, կարծես ոչինչ կարող չլիներ։ Այլս ամոթ չկար, այլս կասկած չկար։ Միայն երկու սրտեր, որոնք գտել էին միմյանց փոթորիկի մեջ։ Երբ նրանք բաժանվեցին, շնչահեղձ թրջված, Հելենան տեսավ Բեատրիսին, կանգնած ծածկված պատշգամբում, ամեն ինչ դիտելով մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Դա զայրույթ չէր։ Դա հավանություն չէր։ Դա ավելի բարդ էր, ավելի մարդկային։ Մարիանան մոտեցավ, նույնպես թրջված, Սոֆյան գրկում, անդադար ծիծաղելով։ Դուք երկուստ էլ խելագար եք։ Կատարյալ խելագար։ Երբ նրանք վերջապես կարողացան անջատել ջուրը, բոլորը թաց էին, սանրվածքները փչացած, թանկարժեք հագուստները փչացած։ Բայց ոչ ոք կարծես չէր մտահոգվում։ Երեկույթը շարունակվեց, հիմա այլ էներգիայով, ավելի թեթ, ավելի իրական։ Մարդիկ, ովքեր սովորաբար չէին խոսի միմյանց հետ, զրուցում էին, միասին ծիծաղում, միավորված իրավիճակի անհեթեթությամբ։ Գաբրիելը Հելենային գտավ ավելի ուշ, երբ հյուրերի մեծ մասն արդեն հեռացել էր։ Նրանք նստած էին պատշգամբի աստիճաններին, դեռ թաց, դիտելով, թե ինչպես է Մարիանան օգնում Սոֆյային ճանճերին հետապնդել այգում։ Ես շատ եմ ցավում։ Դա նոր խողովակաշարի թերություն էր։ Ես պետք է ավելի լավ փորձարկեի։ Հելենան գլուխը դրեց նրա ուսին։ Դա կատարյալ էր։ Կատարյալ։ Ես փչացրի ձեր երեկույթը։ Դուք ձանձրալի երեկույթը վերածեցիք հիշարժանի բանի։ Մարդիկ տարիներ շարունակ կխոսեն դրա մասին։ Այո, կխոսեն։ Գաբրիելը ծիծաղեց։ Բայց ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք։ Ինձ այլս չի հետաքրքրում, թե ինչ են ասում մարդիկ։ Սուլդ։ Ձեզ հետաքրքրում է։ Պարզապես ծածնում եք, թե ոչ։ Հելենան նայեց նրան։ Լավ։ Ինձ մի փոքր հետաքրքրում է։ Բայց ինձ ավելի շատ է հետաքրքրում սա։ Ձեզ հետ։ Մեր հետ։ Նույնիսկ եթե դա նշանակում է հրաժարվել ձեր աշխարհից։ Իմ աշխարհը ոսկե վանդակ էր։ Դուք ինձ ազատեցիք դրանից։ Նախքան Գաբրիելը կկարողանար պատասխանել, Բեատրիսը հայտնվեց դռան մոտ։ Կարող եմ ձեզ հետ խոսել, Հելենա։ Մենակ։ Հելենան հայացքներ փոխանակեց Գաբրիելի հետ, ով գլխով արեց վեր կացավ, նրանց անձնականություն տալու համար։ Երբ նրանք մենակ մնացին, Բեատրիսը նստեց դստեր կողքին, հարգալից հեռավորություն պահպանելով։ Դուք իսկապես սիրում եք նրան, այնպես չէ։ Դա հարց չէր, դա փաստի արձանագրում էր։ Սիրում եմ։ Նույնիսկ իմանալով, որ մարդիկ կդատեն։ Որ կվատախոսեն։ Որ դուք կկորցնեք հրավերներ, ընկերություններ, սոցիալական դիրք։ Ես արդեն կորցրել եմ այդ ամենը, մայրիկ։ Եվ հայտնաբերել եմ, որ կարիքը չկա։ Բեատրիսը երկար ժամանակ լուռ մնաց։ Ձեր հայրը ձեզ շատ էր սիրում, գիտեիք։
Գիտեմ։ Նա ուզում էր, որ դուք ազատ լինեք, որ հետապնդեք ձեր երազանքները, որ երջանիկ լինեք։ Ես էի, որ թույլ չէի տալիս։ Բեատրիսը նայեց իր ձեռքերին։ Կարծում էի, ձեզ պաշտպանում եմ, ձեզ պատրաստում եմ իրական աշխարհին։ Բայց իրականում ձեզ փակում էի նույն վանդակում, որտեղ ես ապրել եմ ամբողջ կյանքս։ Մայրիկ, ես երբեք ձեր հորը չեմ սիրել այնպես, ինչպես դուք եք սիրում այդ մարդուն։ Մեր ամուսնությունը կազմակերպված էր, հարմարավետ։ Նա լավ մարդ էր, ինձ հարգում էր, բայց կիրք չկար։ Եվ երբ նա մահացավ, հասկացա, որ տարիներ եմ վատնել, ծածնելով, թե դա բավարար է։ Բեատրիսը վերջապես նայեց Հելենային, նրա աչքերում արցունքներ կային։ Չեմ ուզում, որ դուք նույն սխալն անեք։ Չեմ ուզում, որ դուք մի օր 60 տարեկանում արթնանաք, հասկանաք, որ երբեք իսկապես չեք ապրել։ Հելենան զգաց, թե ինչպես են իր արցունքները հոսում։ Շնորհակալություն, մայրիկ։ Հասկանալու համար։ Ես չասացի, որ հավանություն եմ տալիս։ Բեատրիսը վեր կացավ, վերադառնալով իր արքայական կեցվածքին։ Բայց նա այլս չեմ միջամտի։ Եթե դուք որոշել եք գնալ այդ ճանապարհով, գոնե կհարգեմ ձեր ընտրությունը։ Դա առավելագույնն էր, ինչ Հելենան կարող էր ակնկալել Բեատրիսից, նա սիրով ընդունեց։ Հաջորդ ամիսներին կյանքը տեղավորվեց նոր, ավելի հավասարակշռված ռիթմի մեջ։ Գաբրիելը ստացավ Դիլիջանի հանգստավայրի պայմանագիրս 3 նախագիծ, ուղղորդումների միջոցով։ Նա նորից բացեց իր գրասենյակը, այս անգամ որպես միակ գործընկեր Հելենայի հետ, ով զբաղվում էր իրավական մասով։ Մարիանան ընդունեց հիվանդանոցում պաշտոնի բարձրացում, ավելի լավ ժամերով աշխատավարձով։ Սոֆյան ընդունվեց մասնավոր դպրոց, կրթաթոշակով շարունակում էր երազել անասնաբույժ դառնալու մասին։ Հելենան դարձավ ՀԿ-ի գլխավոր իրավաբան, ղեկավարելով ամենաբարդ գործերը ճանաչում ձեռք բերելով մարդու իրավունքների ոլորտում։ Բեատրիսը սկսեց ավելի հաճախ հայտնվել տանը, երբեք ոչ հուզիչ, բայց ավելի քիչ քննադատական, աստիճանաբար սովորելով թուլացնել վերահսկողության սանձերը։ Դեկտեմբերի մի տաք գիշեր, ճիշտ 1 տարի անց նրանց առաջին հանդիպումից, Գաբրիելը Հելենային տարավ ջերմոց։ Լույսերը վառված էին, նա վարդի թերթիկներ էր ցրել հատակին։ Ինչ է այս ամենը։ Կտեսնեք։ Ջերմոցի կենտրոնում, որտեղ նախկինում միայն կոտրված ծաղկամաններ կային, հիմա միայնակ վարդի թուփ էր աճում։ Նույնը, որը Գաբրիելը փրկել էր աշխատանքի առաջին օրը։ Հիշում եք այս բույսը, հարցրեց նա։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դուք ասացիք, որ այն սխալ է էտվել, որ կտրել են այն ճյուղերը, որոնք կյանք էին տալիս։ Գաբրիելը ծնկի իջավ, ոչ թե ամուսնության առաջարկ անելու, այլ բույսը ավելի լավ ցույց տալու համար։ Բայց տեսեք հիմա։ Այն ծաղկել է։ Ավելի ուժեղ է ու գեղեցիկ, քան երբե։ Հելենան մեղմորեն դիպավ կարմիր վարդերից մեկին։ Գեղեցիկ է։ Ինչպես դուք։ Գաբրիելը վեր կացավ, բռնելով նրա ձեռքերը։ Դուք էլ եք սխալ էտվել ամբողջ կյանքում։ Կտրել են ձեր երազանքները, ձեր ցանկությունները, ձեր էությունը։ Բայց դուք ծաղկեցիք։ Ամեն ինչի չնայած, դուք ծաղկեցիք։ Մենք ծաղկեցինք, ուղեց Հելենան։ Միասին։ Գաբրիելը ժպտաց քաշեց նրան համբույրի։ Երբ նրանք բաժանվեցին, նրա աչքերում արցունքներ կային։ Ես սիրում եմ քեզ։ Ավելի շատ, քան կարծում էի, որ հնարավոր է սիրել որևէ մեկին։ Ես էլ եմ սիրում քեզ։ Այն ամենով, ինչ ես, այն ամենով, ինչ էի, այն ամենով, ինչ դեռ կլինեմ։ Նրանք պարեցին այնտեղ, ջերմոցում, առանց երաժշտության, պարզապես դրսում սկսվող անձրի ձայնի ներքո։ Նրանք այլս այգեպանն ու ժառանգուհին չէին։ Նրանք այլս ձախողվածն ու ամուսնալուծվածը չէին։ Նրանք պարզապես երկու մարդ էին, ովքեր հանդիպել էին ճիշտ ժամանակին, երբ երկուսն էլ բավականաչափ կոտրված էին միասին նոր բան վերակառուցելու համար։ Սոֆյան Մարիանան ավելի ուշ հայտնվեցին շոկոլադե տորթով շամպայնով։ Բեատրիսը վերջինը եկավ, խնամքով փաթաթված նվեր բերելով։ Դա շրջանակի մեջ դրված լուսանկար էր, Հելենան երեխա, հոր հետ հին ջերմոցում, երկուսն էլ ժպտում էին, հողով պատված։ Կարծում էի, կուզենայիք սա ունենալ այստեղ։ Հիշելու համար, որտեղից եք եկել, բայց նա տոնելու համար, որտեղ եք հիմա։ Հելենան տարիներ շարունակ առաջին անգամ գրկեց մորը։ Իրական գրկախառնություն, առանց ձականությունների, առանց դիմակների։
Եվ Բեատրիսը պատասխանեց, ձեռքերը թեթակի դողում էին, մինչ նա շոյում էր դստեր մազերը։ Այդ գիշեր, ջերմոցի լույսերի ներքո, որը նոր կյանք էր շնչում, շրջապատված սիրելի մարդկանցով, Հելենան հասկացավ, որ վերջապես գտել է իր տեղն աշխարհում։ Դա այն լուռ առանձնատունը չէր, որտեղ նա մեծացել էր։ Դա Երանի էլիտայի սրահները չէին։ Դա այնտեղ էր, այն այգում, որը վերածնվել էր մոխիրներից մի մարդու կողքին, ով հասկանում էր, որ իրական գեղեցկությունը գալիս է սպիներից, ոչ թե դրանց չնայած։ Եվ երբ դրսում անձրը վերածվեց փոթորիկի, նրանք շարունակեցին պարել։ Որովհետև փոթորիկներն անցնում են, բայց իսկական սերը մնում է։ Արմատացած, ամուր, հավերժ ծաղկող։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերածննդի ճշմարիտ սիրո այս ճանապարհորդությամբ, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Հելենայի քաջությունն էր, ընտրելու իր սեփական ճանապարհը։ Գաբրիելի արժանապատվությունը դժվարությունների դեմ։ Ճշմարիտ սիրո վերափոխող ուժը։ Ամեն օր մենք ձեզ ենք բերում նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ցույց տալով, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ սերը կարող է ծաղկել ամենաանհավանական վայրերում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը ձեզ կստիպի հավատալ ճշմարիտ զգացմունքների ուժին։ Մինչ շուտով։